Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Վենեսուելայի շուրջ գրքերը շարունակում են թեժանալ։ Հիմա էլ Միացյալ Նահանգները որս է սկսել այն տանկերների նկատմամբ, որոնք Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով օգտագործվում են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից վենեսուելական նավթը գնելու եւ միջազգային շուկա հանելու համար։ Վերջին թարմ նորությունը ռուսական դրոշի ներքո լողացող տանկերի վրա հարձակումն է, որը արդեն շտապել են քննադատել եւ Չինաստանը եւ Ռուսաստանը։ Բայց այստեղ այնքան էլ պարզ չի ամեն ինչ եւ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Իրականում սա լավ պլանավորված պրովոկացիա էր եւ սա ակնհայտ էր, որ ներքաշվի Ռուսաստանը այս պատերազմի մեջ եւ ուղիղ բախման տանեն Միացյալ Նահանգների հետ, արդեն միջերկրական ջրերում։ Իսկ միջերկրական ջրերում այդ բախումները լավ բանի չեն բերելու։ Սա հաշվի առնելով նաև Ռուսաստանը այս պահին խուսափեց ուղիղ բախման գնալուց եւ կարծես համակերպվեց այն մտքի հետ, որ իր դրոշի տակ լողացող տանկերը անցնում է Միացյալ Նահանգների հսկողությանը։ Այն, որ Տրամպը բացահայտ արդեն հայտարարում է, որ վենեսուելական նավթը իր հսկողության տակ է եւ իր հսկողությամբ է միայն վաճառվելու, սա արդեն խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ուղղակիորեն պետության զավթման հետ։ Վենեսուելայի իշխանությունները վենեսուելական նավթի հետ կապված որևէ առնչություն կարծես թե չունեն, եւ սա արդեն նորմալ չէ։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, հատկապես Վենեսուելայի հետ կապված, ստեղծվում է տպավորություն, որ այստեղ մենք գործ ունենք ըստ էության բավականին լուրջ աշխարհաքաղաքական պայմանավորվածության հետ, քանզի հնարավոր չէր այդ օպերացիան կազմակերպել առանց Չինաստանի եւ առանց Ռուսաստանի իմացության։ Հնարավոր չէր մտնել եւ վերցնել երկրի ղեկավարի, սուվերեն պետության ղեկավարի եւ հայտարարել նավթի նկատմամբ անվերապահ հսկողության մասին։ Սա նշանակում է, որ ինչ որ միտեղ աշխարհում Տրամպը նաեւ զիջելու է այս երկու գերտերություններին։ Իսկ տանկերների հարցը այնքան մանր հարց է, որ դրանք ըստ էության երկու երկրների ղեկավարները հարկ չհամարեցին անգամ դարձնել քննարկման առարկա։ Իհարկե Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, դատապարտեց այս ամենը, նշեց, որ անթույլատրելի է եւ սա ծովային իրավունքի խախտում է եւ այլն, բայց մասնագետները ավելի շատ խորանալով այս թեմայի մեջ եւ ավելի մանրամասն ուսումնասիրելով այն, հանգեցին այն եզրահանգման, որ այդ տանկերը մեկ անգամ չէ, որ հայտնվում է նման բարդ իրավիճակներում։ Սկսված մոտավորապես 10 տարվա ժամանակահատվածից տանկերը տարբեր երկրների դրոշների ներքո լողացել է եւ տարբեր պետությունների համար նավթ է տեղափոխել։ Հետևաբար հայտարարել, որ այն ռուսական տանկեր է, այն պատճառով, որ վերջի 2 օրը նրա վրա բարձրացվել է ռուսական դրոշ, Մոսկվան կարծես թե հարկ չհամարեց անդրադառնալ այս թեմային ավելի մանրամասն։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանալու, բայց այն, որ իր ձեռքի տակ ունենալով նավթի հսկայական պաշարներ, Տրամպը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նավթի միջազգային գների վրա, սա եւս ակնհայտ է։ Տրամպը ամեն ինչ ցանկանում է անել, որպեսզի նավթի միջազգային գները անկում ապրեն։ Քանզի շատ լավ հասկանում է, որ եւ Ռուսաստանի եւ Պարսից ծոցի երկրների եւ Իրանի տնտեսությունների համար այն զգայուն թեմա է։ Եվ եթե կարողանում է նավթի գինի իջեցնել, բնականաբար առաջին հերթին իհարկե Ռուսաստանի հետ կապված սա ազդելու է նաեւ Ռուսաստանի պետբյուջե ստացող եկամուտների վրա։ Հետևաբար սա ազդելու է նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վրա։ Տրամպի հաշվարկները շատ պարզ է, բայց ինչպես ասում են, առաջին հայացքից այդքանն էլ պարզ չի ամեն ինչ, ինչպես երևում է։ Բնականաբար Տրամպը սա անում է իրեն հաշիվ տալով, շատ լավ հասկանալով, որ հնարավոր չէ բոլորի դեմ միաժամանակ պայքարել, բայց նաև շատ լավ հասկանում է, որ միաժամանակ կպնելով ռուսական եւ չինական շահերին, նաև Լատինական Ամերիկայում պատճառ է դառնալու այս երկու պետությունների միջև հարաբերությունների ել ավելի սերտացման եւ դրանք ռազմավարական ավելի բարձր մակարդակի բարձրացնելուն։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը այս ուղղությամբ ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Նախորդին տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են յուրաքանչյուրը 15000 զինվոր ուղարկել Ուկրաինա ռազմական գործողությունների ավարտից հետո, բայց այդ զինվորները պետք է տեղակայվեն արևմտյան հատվածում, այլ ոչ թե արևելյան։ Ուկրաինացի անգամ բազմաթիվ պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, որ սա ոչ թե Ուկրաինայի պաշտպանության համար է, այլ ուղղակիորեն նշանակում է Ուկրաինայի զավթում, այս անգամ արդեն իր դաշնակիցների կողմից։ Բայց զարմանալիորեն այս երկրների ցուցակում բացակայում է Գերմանիան։ Գերմանիայի կանցլերը հայտարարում է, որ իրենք պատրաստ են զորք ուղարկել միայն այն դեպքում, երբ ստանան Ռուսաստանի հավանությունը։ Մի փոքր տարօրինակ է հնչում, այսինքն ինչպես պետք է Ռուսաստանը հավանություն տա
այն պետության տարածքում զորքեր տեղակայելուն, որի հետ կապված ինքը ունի իր աշխարհաքաղաքական պլանները։ Բնականաբար Մերցը ուղղակիորեն խուսափում է ուղիղ կերպով զորք ուղարկել Ուկրաինա, եւ սա պատճառաբանում է Ռուսաստանի կողմից համաձայնության բացակայությամբ։ Սա արդեն նշանակում է, որ Եվրոպական միության անդամ պետությունների, հատկապես Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջև, Գերմանիայի նաեւ Մեծ Բրիտանիայի միջև գնալով խորանում է տարաձայնությունը ուկրաինական ճգնաժամի եւ առհասարակ Ուկրաինայի ապագայի հետ կապված։ Գնալով այն ավելի մշուշոտ է դառնում։ Եվրոպական միության ներսում էլ չկա այլևս միասնական կարծիք, եվրոպական պետություններից զենք արտադրող խոշոր պետություն հանդիսացող Չեխիան դուրս է գալիս այս գործարքից։ Չեխիայում տեղի ունեցան ընտրություններ եւ նոր իշխանությունը բացահայտորեն հայտարարում է, որ Չեխիան այլևս զենք չի մատակարարելու Ուկրաինային եւ նաեւ հրաժարվում է իր զինագործարաններում զենքը վերանորոգել եւ դրանք ուղարկել Ուկրաինա։ Ստացվում է, որ Սլովակիան, Չեխիան, Հունգարիան այս պայդրությամբ հակառակ դիրքորոշումն են զբաղեցնում ուկրաինական ճգնաժամի հետ կապված։ Գերմանիան արդեն սկսում է հասկանալ, որ ուղիղ կերպով գնալ առճակատման Ռուսաստանի հետ ինքը չի կարողանալու, այլևս Եվրոպական միությունը չունի Միացյալ Նահանգների բացահայտ աջակցությունը եւ դա եւ Տրամպը չի թաքցնում եւ Եվրոպական միության ղեկավարները չեն թաքցնում, հետեւաբար Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված հայտարարությունը ոչ թե Ուկրաինային օգնելու համար է, ինչպես բացահայտ եւ պաշտոնապես հայտարարվում է, այլ ստացվում է, որ ուկրաինացի վերլուծաբանները ճիշտ են, այդ պետությունները ուղղակի ցանկանում են իրենց ռազմական ներկայություն ունենալ Ուկրաինայում, իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, հակառակ պարագայում զորքը կուղարկվել ոչ թե Ուկրաինայի արևմուտք, որտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում, այլ Ուկրաինայի արևելք։ Եթե իրոք ցանկանում էին նպաստել խաղաղության ապահովմանը եւ խաղաղության պահպանմանը։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Այս պայն չենք խոսի Իրանում տեղանուցող իրադարձություններից, քանզի բավականին խառը վիճակ է եւ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Իրանում եւ ինչ է կատարվել Իրանում նախորդին։ Այժմ խոսենք Իրաքի հետ կապված եւ այն տարօրինակ հայտարարության, որ ստացվել է Միացյալ Նահանգներից։ Ըստ իրաքյան լրատվամիջոցների Միացյալ Նահանգների ղեկավարությունը ուլտիմատիվ կերպով պահանջել է Իրաքի ղեկավարությունից մի քանի օրերի ընթացքում զինաթափել բոլոր այն խմբավորումներին, որոնք կապ ունեն Իրանի հետ։ Բնական է, որ այս ամենը լարվածություն է առաջացնելու նաև Իրաքի ներսում, քանզի նույն շիա խմբավորումները եւ առաջին հերթին շիա աշխարհազորը ունենալով բավականին լուրջ ազդեցություն երկրում, նաև իրենից բավականին լուրջ ռազմական կառույց է ներկայացնում։ Բայց նաև չմոռանանք, որ այստեղ խոսքը միայն Իրաքի շիա աշխարհազորայինների մասին չէ, չմոռանանք Լիբանանի Հեզբոլլահ շարժման մասին, որը եւս շիա ուղղություն է, որին եւս աջակցում է Իրանը։ Եվ եթե Միացյալ Նահանգները ուլտիմատիվ կերպով պահանջում է շտաբ մի քանի օրերի ընթացքում զինաթափել այդ խմբավորումներին, նշանակում է, որ Իրանի հետ կապված իրենք պլաններ ունեն եւ առհասարակ Մերձավոր Արևելքի հետ կապված իրենք պլաններ ունեն։ Մի քանի օր է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը դուրս է բերվում Իսրայելից եւ այդ մասին հայտնում են նաեւ իսրայելական լրատվամիջոցները, ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ երբեք այսքան արագ դիվանագիտական անձնակազմը եւ Ռուսաստանի քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները դուրս չէին բերվել Իսրայելից։ Սա խոսում է այն մասին, որ ապագայում շատ լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում, որպեսզի ապահովագրեն իրենց Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պահանջներ են դնում առաջին հերթին իհարկե զինաթափել այն պրոքսի ուժերին, որոնք կարող են անկասկած աջակցել Իրանին ռազմական գործողությունների սկսման պարագայում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Մերձավոր Արևելքում եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։